Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ազգային ժողովի Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում էր, մամլո ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ արեց, երկու հայտարարությանը ես կուզենայի անդրադառնալ եւ ստանալ ձեր մեկնաբանությունները։ Եվ այսպես Ալեն Սիմոնյանը ասում է. Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը մտադրություն չունի որևէ մեկի կողմը բռնելու կամ որևէ մեկի դեմ աշխատելու որևիցե երկրի կամ բևեռի։ Եվ այն ընկալումը, որ Հայաստանը փորձում է փոխել իր կուրսը մեկ բևեռից մյուսը, սխալ է։ Հայաստանը չի լինի ոչ մի բևեռում, ոչ էլ հակառակ բևեռում, ասել է Ալեն Սիմոնյանը։ Առաջին հարցը, արդյոք չեզոք կարգավիճակը նախընտրելի է Հայաստանի համար, սա առաջին հարցն է, եւ երկրորդ հարցը, որը առաջինից է բխում, կամ առաջինի հետ ես կցանկանայի կապել, Օվերչուկը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը մեկ օր առաջ բառացիորեն այդ հանդիպումից Ալեն Սիմոնյանի հանդիպումներից մեկ օր առաջ նա ասաց, որ Եվրամիության բնույթը փոխվում է եւ արդյոք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական դաշինքին։ Եվրամիությունը նա ասում է ռազմաքաղաքական դաշինք է դառնում, որը այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հայերը, ասում է նա, պետք է իրենց այս հարցը տան։ Եվ իմ հարցն է, դուք որպես հայ ձեզ այդ հարցը տալիս եք, թե ոչ։ Եվ այսպես, արդյոք չեզոք կարգավիճակը նախընտրելի է Հայաստանի համար եւ այդ հարցը, թե արդյոք ռազմաքաղաքական Ռուսաստանի դեմ տրամադրված ռազմաքաղաքական դաշինքին Հայաստանը ուզում է միանալ եւ դառնալ թշնամի ըստ երևույթին Ռուսաստանի։ Եկեք հետևից գանք, որտեղ երկրորդ հարցի պատասխանից նաև կբխի բան։ Ինչպես միշտ Օվերչուկը որպես դասական մարդով լիֆտը կանչումա չի գալիս, խոսացող գլուխա, բայց ուտա խոսում։ Ինչպես միշտ ցանկացած ռուսական պաշտոնյա ով խոսում է վերջի 20 տարին ինքը ուտա խոսում։ Եվրամիությունը չի դառնում ռազմաքաղաքական դաշինք, նմանատիպ հայտարարություններ անելու համար պետք է լինել կամ ալկոհոլի ազդեցության տակ, այսինքն կամ չիմանալ ինչա կատարվում աշխարհում։ Եվրամիությունը ունի հսկայական փաստաթղթային ողնաշար, որը ակնհայտորեն չի ենթադրում ոչ մի ռազմական բլոկ։ Եվրամիությունը հանդիսանում է հիմնականում քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական միություն։ Այնտեղ կան սոցիալական հարցեր, այնտեղ կան ֆինանսական հարցեր, այսինքն եվրոն եւ ընդհանուր կենտրոնական բանկը, այնտեղ կա համատեղ ինչա դրա սոցիալական կապի եւ սոցիալական հարցերի բան, այսինքն հիմա ռոմինգն է դուրս գալիս եվրոպական երկրներին, բայց Եվրամիությունը չունի ռազմական կոմպոնենտ, չի ունեցել եւ չի նախատեսված եղել։ Եվրոպական միության ստեղծման ժամանակ ռազմական կոմպոնենտը քանի որ նախատեսված չի եղել, ռազմական կոմպոնենտի հիմիկվա այդ կտորը, որի մասին ենթադրաբար խոսում է Օվերչուկը, դա գումարներն են, որոնք Եվրամիության Եվրահանձնաժողովները որոշել են, որ երկրները կարող են ավելացնել սեփական պարտքը, որտեղ խոսացում է սեփական պարտքի մասին, արտաքին պարտքի մասին, ավելացնել դեֆիցիտը բյուջեի, բայց այն պայմանով, որ այդ գումարները պետք է գնան երկրների պաշտպանական ոլորտին։ Դա չի ենթադրում, որ Եվրամիությունը դառնում է ռազմաքաղաքական բլոկ, կիսագրագետ, անգրագետ դեգեներատների համար, որոնք նստած են Ռուսաստանի Դաշնության կառավարությունում, բացատրում են ռազմաքաղաքականը դա այն է, որ պաշտպանության նախարարությունները բոլորը նստում են, համատեղ որոշումներ են կայացնում, համատեղ հրամանատարություն կա եւ այլն, պարզա որ Սլովենիայի եւ Ֆրանսիայի հրամանատարությունը տարբեր է։ Եվ Ֆրանսիայի գեներալը չի կարող գնալ մտնել սլովենական բանակ եւ հրամանտ։ Ի տարբերություն օրինակ ՆԱՏՕ-ի, որտեղ կա ՆԱՏՕ նաեւ։ Այդ ՆԱՏՕ-ն դա ռազմաքաղաքական բլոկն է։ Այնինչ մանիպուլատիվ կերպով փորձում է խոսել այդ դեգեներատը, որը զբաղեցնում է
Ռուսաստանի այսպես կոչված կառավարության, այսպես կոչված փոխվարչապետի պաշտոնը, դա մանիպուլյացիա, որը հիմնականում ուղղված է Հայաստանի Հանրապետության այն զանգվածին, որը ոչինչ չի ուզում իմանալ, որը գտնվում է կոմֆորտի զոնայի մեջ, որին պետք է, որ այն ինչ որ ասում է Ալեն Սիմոնյանը, Հայաստանը չլինի ոչ մի տեղ։ Հիմա անդրադառնանք այն հարցին, արդյոք Հայաստանի չեզոք կարգավիճակը։ Հայաստանի չեզոք կարգավիճակը ձեռնտու է օլիգարխատին, ձեռնտու է կոռումպացված կառավարությանը եւ ձեռնտու է նրանց, ովքեր պատրաստվում են Հայաստանը ամբողջությամբ օգտագործել սեփական հարստությունները մեծացնելու, իսկ ամենավերջում հանրապետության փողերը վերցնեն եւ հայդե Փարիզ։ Այտենց մենք արդեն եղել ենք։ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին ինքը Հայաստանը հայերի երկիրն է։ Մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական ազգ ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, իրենց շրջապատող օլիգարխատը, դախլչիները, տարբեր Ռուսաստանի տակ ապրող բուլկիների դրոժերը, այդ բոլոր մարդիկ համարում են, որ իրանք չեզոք են, այսինքն ոչ մի բան են, ոչ եվրոպացի են, պարզավոր թուրք չեն, որտեղ աչքերները սենց չի, իրանք կենտրոնական Ասիայում չեն կարող ապրեն, պարզավոր իրանք պարսիկ չեն, շարիատի կանոններով չեն ապրում, հարցը առաջանում իրանք ով են։ Միգուցե Ադրբեջանի նավթը օգտագործելով բենզինը ուզում են զգան, որ իրանք կովկասցի են կամ ադրբեջանցի են ստեղծված 18 թվականին, իսկ ազգի անուն ստացած 36-ին Ստալինի հրամանով, բայց ամբողջ մնացած աշխարհի համար Հայաստանը Եվրոպա է։ Եվ լինել եվրոպական երկիր իր ահռելի պատմամշակութային ներգրավվածությամբ, իր տեղով յուրաքանչյուր եվրոպական, այսպես ասած, միջոցառմանը Հայաստանին հատկացված տեղով, այն հարգանքով, որը հայ ազգը ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Ջոն ունեն բաներում, եվրոպական երկրներում դուք հազար ներողություն, ոնց կարա լինեք չեզոք։ Նորից եմ բացատրում, սա Հայաստանի համար կործանարար է, որտեվ մենք եվրոպական ազգ ենք նույնիսկ մեր թշնամիների համար, այսինքն ռուսների, սելջուկների եւ մնացածի։ Մեզ միշտ փորձել են ոչնչացնել թե ռուսները եւ թե թուրքերը, որտեվ մենք եվրոպական ենք։ Անկախ նրանից հիմա Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, յուրենց կողքը կանգնած սուպեր դախլչիները, մեգա դախլչիները կհայտարարեն, որ իրանք այլ մոլորակային են թե ոչ, մեզ հաշիվ են ներկայացնելու որպես եվրոպական ազգի։ Հիմա հարց. ով է պատրաստ իրանցից այդ դրա պատասխանը տալ։ Մենք գիտենք, որ չեն պատրաստ չեն։ Իրանք երկու պատերազմ ապացուցել են, որ չեն կարող տան։ Իրանք տանում են այտենց Հայաստանը պատերազմի, որտեղ կրկին Հայաստանի կողքը ոչ մեկ կանգնած չի լինի, որովհետև իրանք այդպես են օրենսդրությունը սարքում, որ չկարողանան դիմեն նրանց օգնությանը, ով որ մենք ենք, ով որ Եվրոպան։ Եթե կարելի է շարունակեմ այս թեման, տեսեք, չեզոք կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանը չի լինի ոչ մի բևեռում։ ԵԱՏՄ-ում եւ հապկում գտնվելը արդյոք արդեն չի նշանակում, որ որևիցե բևեռում մենք արդեն գոյություն ունենք։ Միանշանակ ճիշտ եք։ Այսինքն մարդը ուղղակի սուտ է խոսում։ Այդ սուտը ուղղված է իրանց ընտրազանգվածին, որը հիմնականում անգրագետ է եւ հիմնվում է ոչ թե օբյեկտիվ իրականության, այլ կառավարության բլա-բլայի վրա։ Եվ մենք սա տեսել ենք, կներեք, պետք է ասեմ, ասա մենք տեսել ենք նաեւ հանրապետականների ժամանակ։ Պետք է ճիշտ հասկանալ, յուրաքանչյուր կառավարություն շատ երկար մնալով իշխանության ձևավորում է ինչ-որ զանգված։ Այդ զանգվածը սկզբից մեծ է, հետո փոքրանում է, մնում է կորի, այդ կորիզը հոգեկան հիվանդություն է ձեռք բերում։ Իրանց համար, քանի որ տեղները տաք է, ամեն ինչ որ դուրս է գալիս այն խոռոչներից, որոնք կոչվում են բերան, իրանց նախընտրած քաղաքական ուժի, դա ճշմարտություն է, անկախ նրանից օբյեկտիվ իրականությունը որն է։ Արդյոք Օվերչուկի հարցը չէր նշանակում դուք մեր բևեռում եք հիմա գտնվում, դուք ուզում եք տեղափոխվել այլ բևեռ, այսինքն կրկին հարցի մեջ կար, որ Հայաստանը կոնկրետ բևեռում է այսօր։ Ես ձեզ թույլ տվեք ասեմ
իմ puzzle-ը, որը որ հավաքվում է, այս նրանց ինչ որ կատարվում է, ստեղ գնում է համատեղ խաղ, այդ համատեղ խաղը թե Սամվել Կարապետյանի զարմիկն է, թե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է, թե Ռոբերտ Քոչարյանն է, այս բոլոր ուժերը Հայաստանը ոչ միայն ուզում են տեսնել, այլ Հայաստանի ապագան տասնամյակներ առաջ գծում են սելջուկ բոլշևիկյան դաշինքի մեջ։ Իրանք պրոբլեմ չեն տեսնում, վտանգ չեն տեսնում, որովհետև սելջուկ բոլշևիկյան մոտեցումը հետևյալն է. մենք ձեզ կգրավենք, մենք ձեր ժողովրդի էքերին կվերցնենք, կօգտագործենք, այ դուք որպես օլիգարխներ կմնաք, ձեզ կճանաչենք։ Հիմա ամբողջ պատմությունը ինչ որ կատարվում է Ռուսաստանի հետ, սրանք պետք է շատ ուշադիր լինել։ Սա մանիպուլատիվ հայտարարություններ են, որոնք ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության զանգվածային կարծիքի փոփոխման կամ ազդեցության համար։ Ներսում, դրսից Հայաստանի Հանրապետության հանդեպ նաև։ Չէ, բացառապես Հայաստանի Հանրապետության հանդեպ վերաբերմունքը Եվրոպայում փոխել հնարավոր չի։ Այդ վերաբերմունքը ձևավորվել է խաչակրանց արշավանքների ժամանակ եւ չի փոխվել։ Այն ժամանակ էլ Հայաստանի բաները, կառավարությունները եւ եկեղեցականները եւ որոշ իշխաններ, ասենք եվրոպական օգնությունը գալիս էր, գիշերը մտնում էին ազնվականներին եվրոպացի մորթում կոտորում էին հայերը իրանց ձեռքով են հրաժարվել նաեւ գնաց սելջուկների հետ պայմանագիր կնքել։ Երբ որ Այասի պաշտպանության հարցներ կանգնած, դա նենց չի որ նոր առաջացել։ Հայերի մեջ միշտ նրանց ովքեր կոչում են անասուն կար։ Ուղղակի ամեն անգամ դա կառավարությունն է։ Ամենածիծաղալին է, որ ամեն անգամ հայոց պետականությունը ոչնչացվել է էլիտաների կողմից։ Ոչ մի անգամ թշնամու կողմից չի ոչնչացվել։ Շարունակենք այս թեման, դուք ասացիք Հայաստանը եվրոպացի, չգիտեմ ում, իսկ գուցե տարածաշրջանցի է իրեն։ Չէ, Հայաստանը տարածաշրջանցի չի կարող լինել, որ մեր տարածաշրջանը ձևավորված է եկվորներից։ Ադրբեջանը ստեղծվել է 18 թվականին ադրբեջանցի անվանումը 36-ին, Վրաստանը այսօրվա սահմաններում ստեղծվել է Ստալինի եւ Բերիայի որոշումով, մինչև այդ ինքը եղել է Կախետա Իվերա։ Ինքը չի եղել Վրաստան, որը որ բան է։ Ինքը դա ասենք Վրաստանը, երբ որ մտել է Ռուսաստանի կազմ, ինքը եղել է մի բուր բարեսբուր իմաստով, Տելավի քաղաքով, որ Միմինոն որ զանգում է Տելավի, այդ Տելավին է եղել, ուրիշ բան չի եղել այնտեղ։ Պատմականորեն էլ Վրաստանը նենցա, որ մինչև հիմա սուբեթնիկ խմբերը իրար հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ երբեք չեն միավորվել։ Իրանք միավորվել են Ռուսաստանի Ստալինյան այդ բանը որոշումով, թե չէ աբխազները, իմերետները, կախետները եւ աջարները ոչ մի լազերը, ոչ մի ընդհանուր բան չունեն։ Իրանք չեն ունեցել այդ ուղղակի հավաքվել։ Դու տարածաշրջան ասածը պրոբլեմատիկ է։ Ես հիմա ասեմ են բևերների բանի հետ կապված, լավ թողենք այդ բանակի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարություն արել, խայտարակություն մի հատ, որ D30 են գնել, դրան պետք է առանձին անդրադառնամ, որ երբ որ հպարտությամբ մի անգամ էլ ասենց բաներ են, Su-30-ները որ վերցրել էր։ Հետո եկեցին, հետո էլի ոնց Сами лучшие истребители в мире, անձամբ եմ լսել, նստել էր մեջը, ասում էր Сами лучшие истребители в мире։ Սենց էլ տենց մի տեսակ քաղաքենիական ակցենտով։ Հիմա էլ D30-ը առնում։ Բացատրում եմ։ Այսօրվա պատերազմը գործող, որը որ բոլորը իրենց բաները հաշվարկները անում են, ուկրաինական պատերազմն է, ճակատը որպես այդպեսին։ Ինքը կոչվում է kill zone եւ ինքը ունի 15 կիլոմետր խորություն։ Երկու կողմերի համար։ Այսինքն առաջնագիծ կոչվածը 15 կիլոմետր խորություն ունի։ Որպեսզի դու վստահաբար կարողանաս լոգիստիկ ճանապարհներ գծես, դու պետքա այսպես կոչված շփման գծի ենթադրյալ այդ կետերից հետ քաշված քո լոգիստիկ գծերը կա խոշոր տեխնիկան բանը պետք է աշխատի 15 կիլոմետր խորության վրա։ Բացատրեմ ինչի է սա կարևոր։ D30-ը կրակում է 15 կիլոմետր։ Այսինքն որպեսզի դու D30-ով 3 կիլոմետր թիկունք, հակառակորդի թիկունք, 122 միլիմետրանոց մի հատ արկ հասցնես, դու պետք է ռիսկի ենթարկես 7 հոգանոց, 7 հոգի, որոնք այդ հաշվարկն է, մեկ բեռնատար, որտև ինքը քարշակով է, այդ D30-ը, և հետևաբար վարորդել ընդեղ կա մեկ հոգի, ու դու պետք է գաս, բացազատվես,
կրակ հաշվարկ անես, որտեվ դե 30-ը թվայնացված չի, սենց ինչ-որ թղթի քարտեզի վրա բդի գծես, պտի բան անես, պտի 4-ից 5 րոպե է տևում, այդ մենակ հաշվարկը, հետո պտի կրակես մի քանի հատ, համոզվես, որ տեղը հասել, կարող է 1-2 բան լինի, հետո նորից հավաքես, որտեղ որ այդտեղ թողեցիր, կմեռնի այդ 7 հոգին էլ, որոնք պաշտպանված են բացառապես լավագույն դեպքում զրահաբաճկոններով։ Իսկ իրականում ոչ մի բանով, որտեղ շոքաբանա մեր պայմաններում տենց չի։ Պետք է հավաքես, դա տանես։ Այդ D30-ների կիրառման գինը լինելու է ահռելի թանկ։ Ես ուզում եմ նայեմ ինտելեկտով տենց երևի ընդհանրապես չոշտված այն սպայական անձնակազմի աչքերի մեջ, որոնք մեծ հավանականությամբ պատկատով, այսինքն կաշառքով, որոշում են կայացնել գնել այդ D30-ները։ Թողոքի խայտառակություն ուկրաինական պատերազմի 4-րդ տարին ավարտվել է, չէ 4-րդ տարին, 26 թիվն է, 24-ին այս ավարտվել, 4-րդ տարին ավարտվել է, 10 օր մնաց։ Խայտառակ։ Այսինքն, այդ դրա կիրառումը, այդ երեխեքի կյանքը, որ պետք է դառնան հրետանավոր, ով վզին ամնալու, Նիկոլ Փաշինյանի, հիմա չէ, այդ հիմա չի, որ D30-ը առնում ես, ասում է գործարանից են կարել, գլուխ գովալու բանակ թե, Ռուսաստանից, որտեղ ուրիշտեղ չի արտադրվում D30, որտեղից եք ստացել D30, ոչ էլ տենց հիմար չկա, որ D30 արտադրվում։ Շատ հետաքրքիր բառ ասեցիք, ստացել թե առել։ Դե երևի այն 400 թե 600 միլիոնը որ տվել էին, դրա դիմաց գալիս է։ Հա, բայց գալիս է աղբ։ Գալիս է այն ինչ որ մեզ պետք է։ Աղբ։ Դա ոչ մեկին պետք չի։ Միգուցե իրենց էլ հենց պետք չի։ Դա իրանց պետք չի, ես ասում եմ, դա 15 կիլոմետրանոց կիլոզոնա։ Էլ չհաշված, որ իրանք արդեն ինչքան է 4-րդ թե 5-րդ ամիսն է իրանց ամենավստահելի տրանսպորտային միջոցը ձինա կամ էշը, ես կատակ չեմ անում։ Ռուսաստանի բանակը շարժում է ձիերով եւ էշերով։ Արդեն բագիներն էլ են բարձր կվադրացիկլները բաները։ Սամակատներով են, հա։ Ձների մեջ։ Այնտեղ ձուն չկար, հոկտեմբերին էր։ Լավ, հետ եկան։ Սամակատներով էին գնում, հասկանում եք, սամակատներով մոտ բանակիոր են նշում սաղ ազգով։ Բալավ ասում են, ես տենց զարմանում եմ, այսքան իրանց փորձագետի տեղ դրած ուր են։ Հալավ ես բացակայում էի Եվրոպայում էի փուստ եմ տվել կներեք այդ կտորը ստեղ մարդ չկար որ ասեր ալյո բարև ձեզ էսի չեք անում ուր եք ծբխում ինչն է փոխվում ասենք թե ասեցինք մատնանշեցինք որովհետև մարդկանց թվում է որ այդ ճիշտ է իմ չափ ուկրաինական պատերազմի ոչ մեկ չի հետևում որ ասենք քնած տեղից արտնասես դու ապուշ չեք ինչ D30 բայց ստեղ մարդիկ կան չէ որ ասենք լավ քարչորսի մասնակից տղեկ կան Չգիտեմ, որ այդ D30-ը չի աշխատում։ Այդ որ դիրքերը կապոնիրները փորել էին, այդ որ հարյուրներով տղեկը տենց մնում էին այդ կապոնիրներում, որտեղ դրոնները գալիս են։ Բացատրեմ ինչի, որտեղ դրոններ են գալիս։ Տպավորություն չստեղծի բան, այդ դրոններով են սպանում։ 15 կիլոմետր խորությունը, թե այս կողմ, թե այն կողմ, դա դրոնային տարածք է։ Դա FPV դրոններ են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է գործարաններ սարքեն, որոնք դրոն են բանանում։ Էլի եմ ասում, նվեր եմ տալի իրանց այս գաղափարը, չնայած հեսա նախընտրականը կլինի, իհարկե կօգտագործեմ ես էլ, բայց ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա տարեկան 2-2.5 միլիոն FPV դրոն արտադրելու հնարավորության վրա։ Որովհետև մեր առաջնագիծը անկախ նրանից ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, 1200 կիլոմետր է նույնքան որքան Ուկրաինան։ Եվ մինչև Ադրբեջանում չլինի ժողովրդավարական կառավարություն, որը կընդունի են ռազմական հանցագործությունները, որ իրանք գործել են, մենք չենք կարողանալու հանգիստ քնենք։ Ու D30-ը Նիկոլ Փաշինյանը կարա իր աղջկան օժիտ տա, սալյուտ թող խփեն։ Այ լավ հրետանի է սալյուտի համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ասում է Հայաստանի Ադրբեջանի միջև զինված էկոնոմիկայի նախարարն է ասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված հակամարտության հավանականությունը զրոյական է տոտալիտար պետության մեջ ոչ մեկ այդ թվում այդ երկրի նախագահի կինը լինի դա Կաբաևան թե Պաշաևան չգիտի հավանականությունը պատերազմի ինչքան է
որովհետև տոտալիտար երկրի մեջ ոչ մի ռացիոնալ հիմք գոյություն չունի ոչ մի գործողության համար։ Եթե վաղը Ադրբեջանում լինի հեղաշրջում, իսկ դա կարա լինի, եթե որոշվի, որ Սադիկովի կլանը փորձում է վերադարձնել իշխանությունը պաշտպանության նախարարությունում, եթե Յաշման որոշի, որ իրանք պրետորիան կոհորտ են եւ ուզում են, որպիսի Հեյդարը Իլխամի տղան լինի նախագահ Իլխամի փոխարեն, իրանք 99% հավանականությամբ ստեղծելու են սահմանի վրա կրակոցներ, անկախ նրանից Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, որը չունի դոպուսկ կամ չպետք է դոպուսկ ունենա ռազմական հետախուզության տվյալների, բացառվում է սա, հասկանում եք բարդակը որտեղ է, դիլետանտության մակարդակը, կամ մենք ունենք խնդրեմ կառավարությունում եւ էկոնոմիկայի նախարարը ունի ռազմական հետախուզության տվյալներ, որը իրավունք չունի ունենալու, ի պաշտոն է, որտեղ ինքը քաղաքացիական է։ Սկսենք այդտեղից, ուղղակի ինքը օպերատիվ տվյալների ստանալու իրավունք չունի, վարչապետից բացի ոչ մեկ այդ իրավունքը չունի ստանալու։ Մեկ է անվտանգության խորհրդի անդամները, քարտուղարի մակարդակով։ Որտեղից ինքը կարա դա ասի, ինչ հիմարություն ես դուրս տալի։ Տնտեսական կապերը դա երաշխիք են գնահատվում որպես երևույթ է։ Տնտեսական կապերը զրոյական հավանականության հետ ոչ մի կապ չունեն։ Դե ես ասացի տարբերակ։ Բացատրեմ ինչու։ Բոլորը դրա մասին բան են անում, որ պետքա հիշում են, բայց հիմա մոռանում են։ Ռուսաստանը գազը արտահանում էր Հունգարիա եւ Սլովակիա Ուկրաինայի տարածքով։ Լայնամասշտաբ պատերազմի, ավիացիայի, հրթիռների, տանկերի կիրառման պատերազմի ժամանակ, որ ոչ ճանճը չէր տզում, Ռուսաստանի գազամուղը, որ Ուկրաինայի տարածքով անցնում էր, այդ թվում այդ գազանասոսնի կայանները, որոնք որ ապահովում են, ոչ մի բան չէր ելնում դրանց։ Այսինքն մի հատ փամփուշտ կողքը չէր լինում, փամփուշտ չեմ ասում արդյոք։ Այսինքն տնտեսական հարաբերությունների արկայությունը հիմք չի հանդիսանում ասելու, որ գործող պատերազմի ժամանակ տնտեսական հարաբերություններ կան երկրների միջև։ Գործող պատերազմի ժամանակ դու ոնց կարա էկոնոմիկայի նախարարը ուղղակի ցույցատալի իր ինտելեկտուալ մակարդակը վերլուծական։ Ես այստեղ այնուամենայնիվ նորից կհիշեցնեմ, բոլորս գիտենք, հետևում ենք 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում, այնուամենայնիվ Ադրբեջանը որոշում կայացրեց դատական, որոշում կայացրեց Ադրբեջանում կալանավորված Արայք Հարությունյան, Դավիթ Բաբայան, դե մենք բոլորս գիտենք։ Այս ամբողջը 0 վտանգի դեպքում, այսինքն դե պարզապես սա իգիտություն, այսինքն հիշեցրեցի։ Դե տեսեք, խնդիրն անում ես գիտեի, ես կներեք, բայց իմանալով Մարտակեր Խասյաթ ադրբեջանցիների մի քիչ նույնիսկ ուրախացա կարային եւ գնդակա արեի։ Դեռ լավ, չենք խորանում, թե ինչ կարող է դեռ լինել, բայց փաստը արձանագրում է։ Որոշումը, հետն է, որ բան, հիմա կոպիտ ասած էսեն տեսքն է, որ տեղ ամնում օրինակ Սաֆարովի, եթե Հայաստան Էդ եմ ասում, դեռ կարող է ինչ-որ տարբերակներ լինեն, բայց Հայաստանը չի կարող լինել ոչ մի բանի անդամ, եթե Հայաստանը լիներ Եվրոպական միության անդամ, այս հարցը կարելի է լուծել այլ կերպ։ Հա, կներեք, այդտեղ կարևոր բան կար, մոռացա ավելացնել, այն ինչի մասին խոսում էր Ավերչուկը, ամենասկզբից վերադառնում որ ռազմական, ինչը ռազմաքաղաքական բլոկ։ Ավերչուկը ինչն էր մանիպուլյացիա, բացի դրանից, որ ինքը փորձում է Հայաստանի այդ զոմբիներին եւ բանին նիկոլականներին բաներին հավաքի մի բերի նույն գաղափարին, որպեսզի Հայաստանի բնակչությունը ընտրությունը կատարի պրոռուսական ուժերի մեջ։ Շատ պրոռուսական, օրինակ Սամվել Կարապետյանի Զարմիկ կամ ուղղակի պրոռուսական, այսինքն մնալ ԵԱՏՄ-ում սառեցված հապկով, բան, բայց Ռուսաստանը մեր պապան, այսինքն Նիկոլ Փաշինյան։ Այս սպեկտրն է։ Այսինքն շատ պրոռուսականը այդ բանն է, Սամվել Կարապետյանն է, մի քիչ ավելի քիչ պրոռուսականը Նիկոլ Փաշինյանն է։ Իրանք են փորձում բանել։ Փաշինյանը խափում է սաղին ասում է ես եվրոպական եմ, սա խափում է բոլորին պոպուլիստական բաներ է խոսում։ Բայց ընդհանուր առմամբ այս երկուսն են պրոռուսական ուժերն են, իսկ բանի ասած Օվերչուկի ասածը, էտենա որ տեսեք, պատերազմ կլինի, եթե որ սուտախոսում։ Սուտախոսում ինչու, որտեվ խոսքը Եվրամիության մասին չի եւ սա շատ կարեւոր է հասկանալ։ Խոսքը մեծ Եվրոպայի մասին է։
Իսկ մեծ Եվրոպան դա Մեծ Բրիտանիան է նաև, եւ դա Կանադան է նաև, եւ դա Ճապոնիան է նաև, եւ դա Հարավային Կորեան է նաև, այդ ամբողջ այսպես կոչված մեծ արևմուտքն է, Ավստրալիայով, Նոր Զելանդիայով, Լատինական Ամերիկայի երկրներ, որոնք համարում են եւ համաձայն են, որ Ռուսաստանը գործում է որպես ագրեսոր, Ռուսաստանի ղեկավարը ռազմական հանցագործ է եւ մանկապիղծ եւ պետքա գնա Հաագայի տրիբունալ։ Ձեր թվարկած երկրների շարքում չկար Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ղեկավարվում են կլինիկական նարցիսի կողմից, որը հոգեկան հիվանդ է։ Դրա հետ կապված Միացյալ Նահանգները ունեն լուրջ խնդիր։ 18 թվականից սկսած հոգեբանները եւ հոգեբույժները զանգվածային հրապարակում են ԶԼՄ-ներով, որ սա հոգեկան հիվանդ է։ Այն ինչի մասին մենք բազմիցս ձեր եթերում խոսացել, մինչև դրա ընտրվել։ Պարոն Սարգսյան, ինչու եմ ես սա հիշեցնում, որովհետև այնուամենայնիվ ճիշտ է, սա դաշինք չէ, բայց խաղաղության խորհուրդ, հա, այդպիսի Այս այդ նարցիզմի, դուք հասկանում եք, մարդը Նոբելյան մրցանակի մեդալը մենք մասնակցում ենք այդ խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը մի կնոջից խլում է մեդալը։ Ասում են նա է ինձ տվել, շատ բարի։ Նա է ինձ տվել, որն է կարգավիճակը չես ստանում դու դրանից։ Կարգավիճակը ստատուտ է, այդ սովետը չի է, որ այդ մի հատ ցածկ են տալիս էին, հետո եթե հանգարց այդ մեդալը կորցնում էր, համարվում էր, որ դու այդ մեդալը էլ չունես։ Սովետում մեդալներն էր համարակալած։ Չէ, այդ կարգավիճակը, այն կինն է, խնդիրը նրանում է, որ սա կրկես ձիերով։ Ես Հայաստանի գործելավոճն եմ ուզում հասկանամ, ոչ մի դաշինքում չենք, ոչ մի բևեռում չենք, բայց հապկում ենք եւ ԵՏՄ-ում ենք, ես գժանոցում եմ, խաղաղության խորհրդի մաս են կազմում, գուցե սա բևեռ չի, սա կողմ չի։ Ժողովուրդ, սա ակնհայտորեն բևեռ, սա հակաեվրոպական հակաքաղաքակրթական բևեռ, ըստ երկրների, որոնք այնտեղ կան, Հայաստանին եւ Պակիստանին նույն բանի մեջ մտցնելը, դու պետք է անասուն լնես, որ գնաս մտնես, չէ, ու լուրջ եմ ասում։ Ինձ թվում է, այս Նիկոլ Փաշինյանի հերթական գժի շորերը հագնեմ ընկնեմ մեյդ։ Այս բան, որ արդեն ամեն ինչ կորցրել է, պուլսը կորցրել է, չի հասկանում ինչա կատարվում, մենակ թե իշխանությունը պահի։ Չէ, սա գնահատում են որպես ճկուն քաղաքականություն։ Սա ճկուն քաղաքականություն չի, 1000 անգամ ասել եմ, 1001-րդ անգամ կրկնեմ։ Դիվանագիտությունը, բալանսավորված քաղաքականությունը եւ ամբողջական պոռնակությունը դրանք տարբեր բաներ են։ Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սկսած տրիպից, այս վենսից, այս սրանց ամերիկյան տարբեր բաներին միանալուց եւ վերջացրած իր երազած, որ ինքը կմնա հապկում բան չի լինի, հետո պատերազմը կպրծնի ինքը էլի կամ իր օլիգարխատը էլի կբռնի այդ ռուսական ալիքը հիմա էլ Ադրբեջանից գալացողներից բան կօգտվի, դա հիմարություն է, դա Հայաստանի համար կործանարար քաղաքականություն է, իր համար ջհանդամը կործանարարել, հիմա Ալիևը բոլորին կարա մի հատ բերդի խցիկ տա, ինձ միևնույն է, Նիկոլ Փաշինյանը եւ փաշինյանականները հանգիստ մենք կարանք համարենք իրենց կործրած Հայաստանի համար։ Լուրջ եմ ասում, կարանք համարենք կորցրած, որտեղ այսքան հնարավորություններով հանդերձ մտնել ախորը, էշի ճակատը պաչել դուրս գալ, այդ նշանակում է, որ արդեն անբուժելի է, մեծ են տարիքով, էլի, նենց չի, որ 18 տարեկան են, նստես ասես, չէ տղա ջան։ Երկու հարց սրա հետ կապված, հիշում ենք այդ խաղաղության խորհրդի հետ շուրջ եվրոպական երկրները ելույթներ էլ ունեցան եւ այլն, եւ այսպիսի ձևակերպում կար սեղանի շուրջ կամ սեղանի շուրջ ես կամ սեղանի վրա ես։ Հիմա եթե Հայաստանը խաղաղության խորհրդի մաս է կազմում, անդամ է կազմում, նշանակում է, որ նա սեղանի շուրջ է, արդեն շուրջն է գտնվում։ Չէ, տակլոր պարումը մեջտեղը։ Լավ, մենք դրա մասին Այսինքն սեղանի շուրջ չի կարա լինի։ Որ երկրներն են ուրեմն սեղանի շուրջը այսօր, որ երկրներն են ներողություն սեղանի վրա։ Բան չի փոխվել աշխարհում, ոչինչ չի փոխվել։ Տրամպը նարցիս է։ Ինքը ուզում է մի տեղ լինի, որտեղ իրան ընդունեն որպես կիսաստված։ Այս մարդը ստեղծել է ինչ-որ մի հատ հերթական, արա գնացել է Կենեդի անվան կենտրոնը,
կոչել է Տրամփ Կենեդի։ Բայց Վենեսուելա է տեղի ունեցել, այսօր էլ դեռ Իրանի հետ բանակցություններ են գնում եւ օրը օրի մարդիկ խոսում են կխփի հարված կլինի Իրանին Ամերիկայի կողմից թե չի լինի։ Վենեսուելան, ինչ եղավ Վենեսուելան։ Հայտարարվեց, որ հեսա ոչ մի բան չի փոխվել Վենեսուելայում։ Ոչինչ ընդհանրապես։ Ինչու Թրամփը այսօր ասեց 68% կարծեմ ես հիշողությամբ եմ ասում նավթը ամբողջ աշխարհի այժմ մեր մոտ է եւ Վենեսուելայում։ Այսինքն միասին մենք 68% ենք։ Ուրեմն Վենեսուելայի հասանելի նավթը, որը որ հասանելի է հանելուն, այդքան չի։ Այն ինչի մասին որ խոսում են, այսպես կոչված ծանր նավթը, որը օրինոկոյի շրջանում է, այդ նավթը ինքը նույնիսկ հոսացող չի։ Իրան հանելու համար, սկսելու 180 միլիարդ դոլար փող է պետք ու 30 տարի։ Այս պահին Վենեսուելան մոտ 800,000 բարել նավթ է հանում, որպեսզի սա կրկնապատկվի, հասցվի 2 միլիոնի, հաշվարկները կային։ 40 միլիարդ դոլար փող է պետք եւ 3-ից 8 տարի։ Սա ամերիկյան նավթահանող ընկերությունների գնահատականն է, որը պաշտոնապես ասվել է, պաշտոնապես հրապարակվել է։ Վենեսուելայի հասանելի նավթը 800,000 խորանարդ 800,000 բարել է։ Որպեսզի սա կրկնապատկի, Իրանի պետք է ավելի շատ, ավելի երկար ժամկետ, քան իր նախագահությունն է։ Եվ ինքը չի ստանալու դրա արդյունքը։ Այդ հələ մի կողմ հայտարարված բանը ռեժիմի փոփոխությունը, դե ավտոբուսի շոֆերը չէր։ Մադուրկեն չէր։ Մադուրոն երևացող պերսոնաժ էր։ Հանեցին հենց Վենեսուելայի կարտելները, Վենեսուելայի քաղաքական եւ ռազմական եւ ոստիկանական վերնախավը, որպեսի կոնֆլիկտը չգնա, ասեց ապեր քեզ էս ապետ վեգալսը։ Այսենց տվեցին, տարան։ Ոչինչ Վենեսուելայի ներսում չի փոխվել ընդհանրապես 100 թե 100-ից մի քիչ ավել հայտարարված 2000-ի փոխարեն քաղբանտարկյալ դուրս է եկել քաղբանտարկյալի տակ այնտեղ ասեմ ով է գնացել նաև մարդիկ ովքեր այն սոված ժամանակ մտե սուպերմարկետ են ջարդել որ բան ուտել հաց տանեն տուն դրանք էլ են քաղբանտարկյալ որպես ռեժիմի դեմ հանդես եկող կամ ասենք սուպերմարկետ չէ պահեստ լավ խոշոր Մի 100 հոգի բաց են թողել։ Մնացածը սաղ նույնն է։ Նույն տոտալիտարիզմն է, նույն սովն է, նույն բանդաներն են փողոցում, նույն մոտոցիկլետներն են, որ Իրան Ինչ Իրան։ Իրանում Տրամփը հայտարարեց, օգնությունը արդեն գալիս է, դուրս եկեք, քաղաքներ գրավեք, բան արեք, գնացեք 27000 մարդ սպանեցին արագ հայտարարությունով։ Հունվարի սկզբին ասեց մի հոգի որ բեռնի մենք հետևում ենք, մենք գիտենք, որ հանգարց կրակեն, տեսեք ինչ են կան, ինչ է սանելու։ 27000 մարդ են սպանել, ինչ է սանելու։ Հələ հարցն է մի հատ, ուր է, մեկը հարցնում, ահա չէ հարցնում են, շատ են հարցնում, կոնգրեսում են հարցնում, սենատում են հարցնում։ Շատերը իրան այդ բաները անում են, բացի դրանից, ախր բոլորը մոռանում են, որ այս սաղ հայտարարությունները ուղղակի ապշած են ես ոնց է Հայաստանում, ոնց է կարողացել Հայաստանը դուրս մնալ այդ ամբողջ բաներից։ Ժողովուրդ արդեն ապացույց է գալիս, որ սա մանկապիղծ է, երեխա է բռնաբար է, Էփշտեյնի կղզում։ Չեք հասկանում, որ այդ սաղ հայտարարությունները, այդ խաղաղության բաները, այդ ամբողջը, այդ իր մանկապղծության գործերը քողարկելու համար է։ Նիկոլա вообще զարմանալի է։ Մի Պուտինն է մանկապիղծ, մի Տրամփն է մանկապիղծ։ Նենց տպարությունն աշխարհում էլ մարդ չկա։ Նիկոլը գնում է տեսնում քրեական գործի մեջ մանկապղծություն կա, գնում է ասում արի ես քո հետ ընկերություն։ Լավ, չափազանցեցնում եք, գովազդ եմ հայտարարում եթերում։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, երկու հարց, որ նախապատրաստել է մեր այսօրվա զրույցի համար, դեռ մնացել են։ Ընթացքում եթե էլի հարցեր ծագեն, կարծում եմ կպատասխանեք։ Եվ այսպես Ալեն Սիմոնյանից ես խոստացել էի երկու թեմա քննարկենք, երկրորդը հետևյալն է։ Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանում կան քրեական հետապնդումներ եւ եկեղեցու դեմ ինչ որ գործընթացներ է կատարվում, Ալեն Սիմոնյանը ասեց, դե հերքեց, ասեց ոչ չկա, ոչ եկեղեցու դեմ, այդտեղ առանձին մարդկանց դեմ էր, ընդհանրապես քրեական հետապնդում չկա եւ այսպեսի ձևակերպում արեց, ասեց կան քրեական հանցագործություններ եւ կան բարոյական մորալնի պրեստուպլենիա, բարոյական հանցագործություններ եւ ասեց ես չեմ խորանա, չեմ ասի, ինձ բաներ կան, որ պետք չեմ կարող ասել, բայց եթե դուք ուզեք իմանալ, կարող եք հանգիստ նայել եւ կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Ինչ նկատի ունի Ալեն Սիմոնյանը բարոյական հանցագործություններ ասելով, որը քրեական հետապնդում, քաղաքական հետապնդում չէ։ Ճիշտն ասած, օրենսդրական առումով մենք չունենք, ես չեմ սխալվում։ Դուք թող կոմենտներում գրեն, եթե մարդ գիտի ով հոդվածի մեջ տենց բան կա, քրեական օրենսգրքի հոդվածում եթե կա տենց բարոյական հանցագործություն, կան հանցագործության տեսակներ, օրինակ եվրոպական դատարանը նայում ենք, եվրոպական դատարանը ունի մի քանի հոդվածներ, որոնք հիմք են հանդիսանում կոչել քրեականացված այդ հանցագործությունները բարոյական, օրինակ մարդկության դեմ հանցանքներ, ռազմական հանցագործություններ, մարդու դավանանքի բանի հանդեպ գործող բաներ, կտանքներ եւ այլն, սա կարող է համարել բարոյական, բայց ընդհանրապես կարող է համարել։ Մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա նահանգներում հաստատ մեկում երկուսում գտնեք, մանավանդ այն նահանգներում, որոնք ավելի տոտալիտար կրոնական տոտալիտար բանով խոսքը միայն քրիստոնեական չէ, մորմոնների բաների մոտ կարող է լինել
հանցանքներ, որոնք հենց տենց էլ ձևակերպում են, որ դրանք բարոյական, որտեղ այնտեղ կա օրինակ աբորտների արգելումը եւ աբորտների քրեականացումը, ինչ Անձնական վիրավորանք, զրպարտություն, Դա- դրանք ոնց են հետապնդվում, այսպես հարցնեմ։ ադմինիստրատիվ են նորմալ երկրներում, Եթե դեմոկրատական դատարանն է, երկրներում դատարանը կարող է պահանջել ներողություն, Ամեն փոխհատուցում, դեպքում դա բան է։ փոխհատուցում եւ ասենք հրապարակում, հերքում եւ Այո, այլն, չէ՞։ դրանք բոլորը ադմինիստրատիվ են, այսինքն դա դրանք քաղաքացիական օրենսգրքով են գնում, գոյություն չունի ինձ բան, օրինակ Թայլանդում կա, եթե դու վիրավորես թագավորին, ցմահ բանտարկություն կա, բայց դա առանձին վերջած դեպք է, հա, տենց եթե չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայում էլ թագավորական ընտանիքի անդամներին վիրավորանքը քրեականացված է, բայց դա պատմականորեն եկած հոդվածներ են, որոնք շատ վաղուց, Բրիտանիայում չեմ հիշում, որ կիրառվի, որտեվ ազատ մամուլի պարագայում շատ դժվար է վերահսկել ինչն է։ Այսինքն բարոյական հանցագործություն օրինակ Պրինցես Դիանայի մահը, որը տեղի ունեցավ պապարացի հետապնդման պատճառով, պապարացի գործողությունները անձնական կյանքի ներխուժում էր։ Այդ ներխուժման հետևանքով վարորդները հանգստացավ Փարիզում այդ արագությունը գերազանցել եւ բան տունել մտնելուց մեքենան վթարի ենթարկվեց, մահացան։ Հիմա դա կարող ենք համարել բարոյական հանցագործություն, կարող ենք, բայց այդ բարոյական հանցագործության նման դատ չի ազդում։ Ինքը ընդհանրապես պապարացի էր։ Ինքը իր գործներ կատարում։ Ոստի ինչ որ մի բանի հետ գործ ունենք, որը դեռ պետք է այնուամենայնիվ Ինձ թվում է Ալեն Սիմոնյանը ինչ որ ասել է, դա ասել է բանի հետ կապված, որ ան ինչա։ Այդ բլոգերների հետ։ No, բլոգերների չէ։ Բա ինչ Այդ որ նկատի գնա քերակնոջը դոմփի բան այդ Նիկոլի ասած այդ բարոյական հիմք այն որ ասում է բանս Բայց դասի հետապնդումների մասին է խոսքը։ Դե որովհետև- Նա հերքում է այսինքն դրա համար պետք է հետապնդվի մարդը։ Օրինակ կաթողիկոսի դեպքում եթե իրանք շարունակում են պնդել որ իրանք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը ոչ թե որովհետև կաթողիկոսը ռազմական հանցագործ Պուտինից ստացել է երկրորդ կարգի շքանշան, այլ որովհետև կաթողիկոսը ինչ որ մի պահ լինելով ասենք բան չէ երեխա օրինակ Այդպիսի մեխանիզմ կա Ընդհանրապես պետություն- հետապնդման իրավունք կառավարության կողմից բարոյական No, չկա, իհարկե չկա, ես էլ եմ ասում կաթողիկոսը իհարկե ինձ համար հանցագործ է, որովհետև ինքը մանկապիղծից շքանշան է ստացել, բայց ոչ թե որովհետև ինքը ունի երեխա։ Դա արդեն անձնական ամեն մարդ մի Դե հիմա մենք այո, դա օրենք եւ անձնական Տեսեք, գնահատականների մասին է Այն ինչի չէ՞։ մասին, որ կառավարությունը արդեն երկար այդ Մարդը օրենքով կարող է հետապնդվել։ Դե հիմա ճիշտ է։ եթե իրանք ունեն ապացույց, Եվ մեխանիզմ պետք է Չէ, լինի։ եթե իրանք ունեն ապացույց, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան էր, կատարել են երրորդ երկրի հետախուզության պահանջ հրաման։ Ապացույց։ Դե ասում եթե ունեն ապացույց, Ահա, այո, ներողություն։ ապա դա հիմք է քրեական հետապնդման ընթացքում կանգ առնելու հրաման տալու եւ կանգ չառնելու դեպքում գլխից կրակելու որտեւ եթե վազում է քեզանից բախտում ասում ես կանգնի մի հատ օթես կրակում չի կանգնում հանգիստ կարաս սպանես որտեւ ունես ապացույց որ ինքը երրորդ երկրի հետախուզության հրամաններ է կատարել էսա գործունեություն էսա գործողությունները Գոյություն չունի լմլմցնել եկեք մի քիչ էլ վայ 4 ամիս առաջ ասեցինք որ հետախուզության հետ աշխատում 4 ամիսա ձենձունը չկա ավելին գնում են այն երկիր որի հետախուզության համար այդ կդրիչի աղբերը աշխատել է եւ ասենք այդտեղ ինչ որ բան են անում դե մենք հապկից չենք դուրս ոնց հապկից չես դուրս գալի հապկին չես սառեցնում ոնց կարա Հայաստանի Հանրապետությունը շարունակի ունենալ անվտանգային առումով հարաբերություններ այն երկրի հետախուզությունների հետ, որոնք քո տարածքում իրականացնում են հակապետական գործունեություն, օգտագործելով մարդկանց, ում դու ասում ես, որ սրանք երրորդ երկրի բան են, գործակալներ են։ Ինչ որ շիզոֆրենիկ բաներ չեք տեսնում։ Գուցե ուրիշ երկրի նկատի ունեն։ Ուրիշ երկրի կապ չունի։ Ուրիշ երկրի, այդ որ երկիրն է, որ կտրիճը Սահակյան կապրել է յա Ռոստովում, յա Պիտերում, յա Մոսկվայում, այդ որ երկիրն է, որ ինքն էլ կատարում է ուրիշ հրամաններ։ Չարի ինչ ասեմ, Ուզբեկստանը, Մոնղոլիան, Սվազիլենդը։ Այս պահի դրությամբ ինչ տպավորություն ունեք այդ նախընտրական
ընթացքներից, այսպես ասած։ Ես ասեմ, շատ Նախնական տպավորություններ։ Շատ մեծ բան եմ տեսնում, վտանգ եմ տեսնում, որովհետև մարդկանց հոգնեցնում են ուղեղները լվանում են։ Ստեղծում են տպավորություն, որ ինչ որ բան լուծվել է։ Արդեն ակտիվորեն արդեն չի քննարկվում, իրանք խաղաղություն չկա, կրկնում եմ, խաղաղության պայմանագիրը մինչև չլինի, խաղաղություն չկա։ Ներողություն, խաղաղության պայմանագիրը կարող է լինել, բայց չվավերացվել։ Խաղաղության պայմանագիրը որ ասում եմ, ռատիֆիկացված, Դե, համանadrական կարող է դատարաններ, նրանց, կնքեն, բայց մի հատ էլ մի բաներ ասեմ։ Ադրբեջանը տոտալիտար պետություն է։ Եվ Ադրբեջանում նույնիսկ ռատիֆիկացված խաղաղության պայմանագիրը ունի 0 արժեք։ Դրա համար եմ ասում, խաղաղությունը Հայաստանի եւ այն պետականության միջև, որի կենտրոնը կլինի Աբշերունյան թերակղզին, գոյություն կունենա միայն այն ժամանակ, երբ այդ Աբշերունյան թերակղզու շուրջ ձևավորված պետականությունը կարող է նույնիսկ չկոչվի Ադրբեջան եւ մեծ հավանականությամբ չի կոչվելու Ադրբեջան, լինի ժողովրդավարական։ Իսկ քանի որ մշակութային, պատմական, մարդաբանական առումով այդ տարածաշրջանում բնակվող օղուզների զավակները ունակ չեն ժողովրդավարությունը յուրացնեն, ավելի լուրջ երկրներ, ինչպիսիք Ղազախստանն են, Ղրղզստանն են, որոնք այդպես խնդրեմ չունեն, իրանք իդենտիֆիկացիայի խնդրեմ չունեն, իրանք Ղազախ են, իրանք չունեն, որ տիպը մենք անպայման պետք է, չգիտեմ, ուզբեկներին մորթենք, որ սաղին ապացուցենք, որ մենք Ղազախ ենք, իրանք Ղազախ են։ Նույնիսկ իրանց մոտ ժողովրդավարությունը ոչ ամբողջական եւ մեր պատկերացմամբ չի տեղի ունենում։ Իսկ այդ օղուզների մնացորդների մոտ պետք է հիշել օղուզները եւ նրանք ովքեր այդտեղ օղուզները Սելջուկյան ցեղն է, էլի, որը որ եկել է, դրանք Թուրքեստանից վռնդվել են, որտեվ անպետք էին։ Դրանք 10-րդ դարում ընդդեղից վռնդվել են, որտեվ անբան էին եւ անպետք։ Եվ ժանտախտ էին տարածում հայի դեպ։ Այդ տարիներին նրան ժանտախտ էին բերել։ Ադրբեջանի տարածքում այն պետականությունը, որը կստեղծվի, որը կլինի ժողովրդավարական, չի հավանական, բայց այ իր հետ հնարավոր կլինի խաղաղություն։ Ոչ մի այլ պարագայում իրականությունը զինադադարից բացի ուրիշ ոչինչ չի ենթադրում։ Ինչու դուք դա կապեցիք նախընտրական իմ հարցին։ Որովհետև ուղեղները լվանում են եւ ասում են, որ խաղաղություն է։ Այդ խաղաղության սոուսի տակ գլորում են այլանդակ տնտեսական իրավիճակ, խայտառակ տնտեսական վիճակը, խայտառակություն է, խայտառակ սոցիալական ծրագրեր են իրականացվում։ Կարճ ասեմ, հա, ասենք վերցնում են պարտադիր բան, բժշկական, որի տակ ապահովագրություն, որի տակ վերցնում են երեխաներին եւ 65-ից բարձր մարդկանց։ Իսկ իրականում երկիրը, որը մտածում է զարգացման մասին, վերցնում է 18-ից մինչև 50 տարեկաններին, որովհետև սրանք են պահում համ նրանց, երեխաները սենց թե նենց անվճար են սպասարկվում։ Մեծահասակներին, այո, պետք է, բայց այս բանը դու որ չես վերցնում պարտադիրի տակ, դու ստանում ես աշխատանքային տարիքում գտնվող մարդկանց հիվանդություններին չհետևելու ծրագիր, այսինքն դու չես հետում, դու իրան պարտադիր կերպով չես ապահովում, որ ինքը առողջ լինի։ Եվ ստանում ես ամբողջ զանգվածի ահռելի մեծ տոկոս, որը մոտենալով թոշակային տարիքի քրոնիկ հիվանդություններով է գալիս։ Ուղղակի դու հիմա պետք է անես 30 տարեկան, 40 տարեկանից բոլորին պետք է տանեն, ասենք, չգիտեմ, սրտանոթային, օնկոլոգիայի ստուգման բան, որպեսզի թոշակային տարիքին մոտիկ մարդիկ մոտենան բանով, Ֆրանսիայում 75-80 տարեկան մարդիկ առողջ, աշխուժ վազվզում են, բան են անում, միտեղ 93 տարեկան մարդ են։ Այսքան տարեկան, 93։ Ասի, դե ինչ ասես։ Ասում դե հա, տենց խոսում էին, գործով էին խոսում։ Ու դեմենցիայի մեջ չէր պետք է ասեմ։ Եվրոպական ինչի է պետք Եվրոպայում ինտեգրվել։ Ինչի է պետք ամերիկյան համակարգից հետ կանգնել։ Որովհետև Եվրոպայում նույնիսկ դեմենցիա չկա անենց ոնց որ Ամերիկայում է։ Ինձ թվում է դա ուտելիքից է։ Պարոն Սարգսյան, նախընտրական այս շրջանում արդեն
լսվում է, գուցե ավելի շուտ էր լսվում, հիմա էլ այնուամենայնիվ այդ խոսույթով են անդադ հանդես գալիս, մեզ ընտրեք, կարծեմ ԿՊ-ն է ասում, որպեսզի խաղաղություն լինի, եթե մեզ չընտրեք, կլինի պատերազմ, խաղաղություն կամ պատերազմ։ Ուրեմն թող գնան գրողի ծոցը, ինչու, որովհետև մարդկային պատմությունը գրանցված, որը կա, հետերից, փարավոններից, ամբողջը, որ գումարես, կարող է ընդամենը մի 200 տարի եղել, որ պատերազմ չի եղել։ Պատերազմ լինելու է ցանկացած պարագայում անկախ նրանից, որ եթե ձեզ թվում է, որ Եվրոպայում չեն գիտակցում, որ հիմա տենց բարեկիրթ եւ հանգստության մեջ ապրող Ժնևում չկա պատերազմ, իրանք լավ էլ հասկանում են, որ Ուկրաինայում այդ պատերազմը իրանց համար է։ Գոյություն չունի իրավիճակ, երբ երկիր, որը գնդաձև ձիչի վակուումի մեջ, պատերազմի մեջ չի, ուղղակի կամ քոնոնք զոհվում են քո երեխեքը, կամ դու դրան աջակցում ես, որ այդ պատերազմը քո դռանը չգա չհասնի։ Խելացի երկրները մտնում են այն միությունները, որոնք հնարավորություն են տալի պատերազմը քո դռնից եւ քո դիրքերից հեռու պահել։ Դեգեներատները ասում են մենք մինուճար ենք, մենք հատուկ ենք, մենք մենակ մենք ենք ու ստանում ենք ինչ ճիշտ է ցանկացած պատերազմը 150% լինելու է։ Դուք չեք կարող խուսափել նրանից, որ Իրանում կլինի եղաշրջում։ Ադրբեջանում պնդում են, որ Ադրբեջանին սպասում է Սիրիայի բախտը, Ադրբեջանում լինելու է ներքին քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում մենք ունենալու ենք մեր սահմանին, նույն ինչ որ Իսրայելը իր սահմաններին ունեցավ Սիրիայի պարագայում։ Ուզում եք դա համարեք պատերազմ, չեք ուզում դա համարեք պատերազմ, ձեր հոգեկան եւ հոգեբանական սեռական խնդիրներն են։ Գուցե պատերազմը հենց այն է, ինչ ես ներկայացրեցի, որ ասեն Ադրբեջանի հետ, Հայաստանի Ադրբեջանի միջև զինված հակամարտության հավանականությունը 0 է։ Այսինքն Ադրբեջանի գործոնն է միայն դիտարկվում գուցե։ Դա անգրագիտության вообще վերին աստիճանն է։ Դու բացի նրանից որ դիլետանտ են, համը բազմախնդիր, ասի մուլտիզադաշնես կոչվածը չունեն, ժամանակին Windows 3.1 կար, ասած որ ֆլոպիկը մտցնում էր, ինքը ոչ մի բան էլ չէր անում։ Մինչև այդ ֆլոպիկը ֆորմատ չաներ։ Հիմա դա ոմենակ Ադրբեջանով չի։ Իրանում պատերազմ հանգիստ, Թուրքիայում հանգիստ, քրդական ապստամբություն, Թուրքիայի խնդիրները Իսրայելի հետ, Էրդողանը մեծ է, Էրդողանը մահացավ, Էրդողանի մահից հետո ինչ է գալու։ Բալավ հիմնականը որ ասեն մեզ ընտրեք, նրանց մի ընտրեք, ծրագրեր դեռ չենք տեսնում, լավ, գուցե նախապատրաստական շրջան է։ Գոյություն չունի իրավիճակ, ելի եմ ասում, որտեղ Հայաստանը պատերազմ չունի։ Հայաստանը ունի պատերազմ իր մոտակա եւ հեռակա ապագայում անկախ մեր ցանկությունից, այդպես չի որ մենք ենք լինելու դրա բան, ոնց որ մեծ հաշվով 44-ն էլ մենք չէինք։ Պարզապես դուք ուզում եք ասեք, որ ոչ միայն Հայաստանում է պատերազմը լինում։ Դա նենց չի որ Սախիմա ժողովուրդը անհանգստանա եւ ասի, «Օ, ուրեմն փախնենք գնանք ուրիշտեղ, որտեղ չկա պատերազմ»։ Որտեղ որ փախնում եք, ընդեղ է պատերազմ։ Չկա տեղ, որտեղ դուք փախնեք, պատերազմ չկա։ Ասելիքս է դեր, որ պատերազմը, տեսեք, պատերազմը մարդկության, գոյության բնականոն վիճակն է, բնականոն հասկանում եք։ Նաև բնականon պետք է լինի միշտ պատրաստ լինել պատերազմին։ Այո, եւ ընտրել, չընտրեք, ոնց ինչ էին ասում, մեզ ընտրեք պատերազմ չլինի։ Պատերազմ չլինելու միակ տարբերակը այն է, որ դու հանձնվում ես։ Այսինքն քո ինքնությունը կորցնում ես։ Ինչին որ Նիկոլը գնում է։ Պարոն Սարգսյան, վերջին հարցը Հունաստանը հրավիրել է, գիտենք այս ինֆորմացիան, պարզապես չենք խոսել սրա մասին, եւ կարեւոր է սա Հայաստան, Թուրքիա, Իսրայել, Իրան տեսանկյունից։ Հունաստանը հրավիրել է Հնդկաստանին միանալ Կիպրոսի Իսրայելի հետ պաշտպանական դաշինքին, որը կարող է հակազդել, ասում են Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ աճող համագործակցությանը, որը կոչվել է Իսլամական ՆԱՏՕ։ Իսլամական ՆԱՏՕ-ն մարդիկ ովքեր տարածաշրջանում ուսումնասիրում են, այս բանը արդեն երևի 1500 չինական զգուշացումն է։ Իսլամական ՆԱՏՕ-ն մեռան ստեղծելով ոչ մի անգամ չեն ստեղծել, թողենք մի կողմ չի լինելու։ Ինչու են Կիպրոսը, Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը եւ Իսրայելը ունեն գազի խնդիր։ Գազ, որի մի մասը Իսրայելի շելֆի վրա, մի մասը Կիպրոսի, Թուրքիայի հետ կոնֆլիկտը ակնհայտավոր կա, եւ բացի դրանից Թուրքիան դեպի Լիբիա այդ տարածքները, ծովային տարածքները շելֆը, այսինքն հատակը, ծովի հատակը
հայտարարել է, որ Իրանն է, Հունաստանն ասում է, որ չէ, քոնը չի եւ այնտեղ այդ պատմությունը կար։ Հունաստանը ստացել էր Բայդենի ադմինիստրացիայից ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, գլխավոր ռազմավարական գործընկեր տարածաշրջանում։ Ինչ եկել է այս կյաժը, տարածաշրջանից բան չի հասկանում, համետ դիմենցիայի մեջ չի հասկանում, չի խառնվում այդպես բաների։ Էրդողանի հետ է խոսացել, գոհ շնորհակալ են իրարից բան այդ մի շաբաթ արել 10 օր տենց ինչ-որ սաղ լավ է, նույնիսկ ասել է, որ կարող է քեզ F-35 տանք, նո, չգիտեմ, եթե Իսրայելը թույլ տա կտան։ Բայց ամեն դեպքում Հնդկաստանին կանչելը, ես չեմ համարում, որ սա լուրջ է, որովհետև նախ եւ առաջ Թուրքիան եւ Սաուդները կոնֆլիկտի մեջ են, եւ սա մի փոքր պրոպագանդիստական բնույթ է կրում այդ հայտարարությունը։ Իսրայելը եւ Կիպրոսը շատ լավ հարաբերություններ ունեն եւ այդ նաեւ ոչ միայն Թուրքիայի հետ կապված, այլ նաեւ ֆինանսական առումով շատ կարեւոր բաներ են։ Կիպրոսը բան անունվածվում այնտեղ։ Հունաստան-Կիպրոս դե կապը հասկանալի է, այնտեղ Թուրքիան հիմնական բանն է, այս պահին Իսրայելը ձևականորեն, այսինքն երևացող Թուրքիային փորձում է հայտարարել որպես թշնամի, ինչի որպեսզի ցույց տա, որ ինքը տարածաշրջանում բոլորի դեմ է պայքարում, ոչ միայն Իրանի, բայց իրականում Իսրայելի եւ Թուրքիայի ղեկավարությունը երբևիցե ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում կոնֆլիկտ չեն դուրս գա։ Ասեմ ինչու։ Թուրքական բաները, վերլուծականները, բլոգերները բաները գտել էին, օրինակ երբ որ Գազայի պատմությունը սկսեց, բանից հոկտեմբերի 7-ից հետո Թուրքիան դուրս եկավ փողոց, մարդիկ դուրս եկան փողոց, գնացին սկսեցին McDonald's վառել, Starbucks վառել, բան ասում էին, անի Իսրայելի հետ հարաբերությունը դատարկ։ Բայց Թուրքիան շարունակում էր Իսրայելին բան վաճառել։ Այնուհետ վերջը հասան ինչ-որ մի բանի, են քիչ էր մնում հպատոսությունը վերցնեին պոլսի, տրակացնեին բաները մարդիկ։ Այդ պետական վիճակագրությունը մի պահ մեկ է սկսեցին որպես օրինակ բերում, այն դադարել են հարաբերությունները Իսրայելի հետ։ Նայում են իրոք Իսրայելի հետ հարաբերությունները, ասենք որ եթե 15-16 միլիարդ էր, ինչ-որ դարձել 300 միլիոն։ Բայց մի հատ հետաքրքիր բան էր տեղի ունեցել։ Այդ 15-16 միլիարդը գնացվել է Պաղեստինի դիմաց։ Այսինքն թեման հետևյալն էր, Թուրքիան նույն ապրանքը, նույն քանակով, նույն գներով վաճառում էր, ուղղակի հիմա ստացող ընկերությունը գրանցված էր ոչ թե ասենք Տել Ավիվում, այլ օրինակ Բիֆլեևում։ Այսինքն Պաղեստինի տարածքում։ Այսինքն թուրք-իսրայելական կարճ ասած, դուք չեք հավատում բացառվում է դա։ Որ օրը որ իրանք իրար հետ հական իսկականից, երկուսն էլ կործանվում են։ Որովհետև երկուսն էլ տարածաշրջանի եկվոր թշնամիներն են։ Բոլորի համար համատեղ ուժերով մեջտեղից կճղեն։ Հորդանանցիք, սաուդները, եգիպտացիք, քրդերը, մենք, պարսիկները, հույները, երկուսին է այսպես կդնեն, այսպես կճղեն, որովհետև երկուսն է եկվոր կոնֆլիկտ առաջացնող է։ Պրոբլեմը Իսրայելի եւ Թուրքիայի որն է։ Իսրայելի հրեական այսօրվա Իսրայել կոչվող տարածքի հրեական բնակչությունը սկսել է առաջանալ 1886 թվականից։ Ընդ որում առաջի այդ բաները, կալոնյաները, անուն առանուն կա հրապարակված։ Վերջին հարցը ով է ուժեղ տարածաշրջանում Թուրքիան, կարծիք եմ, ես ուրիշի կարծիքը ներկայացնում եմ, որպեսզի դուք մեկնաբան եք։ Այսօր Թուրքիան է, Իրանը պարզ չէ ինչ վիճակում է լինելու, Իրանը թուլանում է, տարածաշրջանում Թուրքիան է որպես Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, եւ եթե մենք չենք գնում դեպի Եվրամիություն, տվյալ դեպքում մնում ենք այստեղ, նշանակում է այս ամենասկզբում հիշում եք տարածաշրջանցի բառ օգտագործեցինք 3+3-ն է։ Այո, Թուրքիան է ուժեղ տարածաշրջանում, ձևակերպումն եմ տալիս, եւ մենք մնում ենք Թուրքիայի ազդեցության, անմիջական ազդեցության ներքո։ Մենք չենք կարող մնալ Թուրքիայի ազդեցության ներքո։ Պրոբլեմը նրանում է, որ Թուրքիան չի կարա ազդեցություն ունենա Հայաստանում, ինքը կամ Հայաստանը պետք է ամբողջությամբ բան անի, յուրացնի, ոչնչացնի, կամ պետք է Հայաստանի հետ յոլա գնա, որպես Հայաստանը որպես եվրոպական երկիր։ Մոդել չկա, որում մենք համագործակցում ենք։ Որպես եվրոպական երկիր, դա այն բանից հետո, երբ Հայաստանը անդամակցի Եվրոպային։ Նույնիսկ եթե ասոցիացման պայմանավորվածություն հաստատող տանք, մոդել չկա, որում չեզոք Հայաստանը եւ
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուղղակի համագործակցում են, գոյություն չունի տենց մոդել։ Նույնիսկ եթե Նիկոլին խաբել են կամ ասենք ինքը մեզ է ուզում այդ կուտը տա, մենք ենք սատկած էշ մանգալին նալերը փոքենք, տենց որ էս Նիկոլին զգուշացում իր շլյապով, սենյակում նստած վիճակով էլ, շլյապեն դու ես ընկեր։ Գոյություն չունի իրավիճակ, որտեղ ոչ մի տեղ չանդամակցող Հայաստանը կամ մնալով ԵԱՏՄ-ում Հայաստանը, այսինքն ԵԱՏՄ-ում, այսինքն թուրքական կոնգբանի մեջ։ Եվ Ամերիկան օգնական չի, նորից եմ ասում, Սևրի պայմանագիրը բան արեք, բոլորը դեմները պահեք։ Ամերիկան դուրս է գալիս, լավ թողենք Սևրի պայմանագիրը, ցավոտ թեմա է։ 21 թիվ Բայդեն, Աֆղանստան։ Ուղղակի Աֆղանստանից դուրս գալը այդ 20 տարի 1.6 թե 1.7 տրիլիոն դոլար Աֆղանստանի մեջ դրած բանակ ստեղծած ներդրումներ, կանանց իրավունքներ, բաներ, մի հատ հիշեք։ Մինչև այդ հիշեք Սայգոն, մինչև այդ հիշեք, ասենք, չգիտեմ, Հարավսլավիա, մինչև այդ հիշեք Իրաք։ Գոյություն չունի մի իրավիճակ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնում են եւ մնում են, իրանք միշտ դուրս են գալիս, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համակարգը այնպիսին է, որ երկարաժամկետ, ասենք 100-ամյա, 50-ամյա պլաներ չկան։ Բա թրիփը 49-ամյա։ Թրիփը կոմերցիոն, ըստ իրաց կոմերցիոն է։ Իհարկե Ամերիկա չի, որովհետև թուղթը, որը ստորագրել են, որով թրիփը ստեղծել են, տակը գրած է, որ սա դիվանագիտական փաստաթուղթ չի, սա իրավական հետևանքներ չունի։ Վենսն է գալիս։ Վենսը ով է։ Ով է Վենսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահի միակ գործառույթն է, որ նախագահան մեռնի, ինքը դառնա նախագահ։ Մեկ է բանում, սենատում նստի, եթե ձայները հավասար են, ինքը մի ձայնով բանալի, որոշում կայացնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փոխնախագահան ոչ մի բան չի որոշում, ոչ մի բան ընդհանրապես։ Վիտյոկն ու զյատյոկը, այսինքն Վիտկովն ու Կուշները, ավելի մեծ ազդեցություն են կամ Վենսը։ Ես բանի վրա զարմանում եմ, որ թողես, ամեն մեկը բարոյականության մասին կխոսես կառավարությունում։ Գնան կհասնեն, կդրիչի երեխուն, չգիտեմ, նրա մորաքրոջը, նրա քեռակնոջը, սաղին կհանեն, որոնք հապացուցված մանկապիղծի հետ դու գործակներ եք կնքում։ Երկու մանկապիղծների, չի կանչե Վենսին, որ ինչ։ Նորից եմ ասում, այդ դրանից է, որ մարդիկ չգիտեն ինչ, ամերիկյան համակարգում փոխնախագահի միակ գործառույթը զոհված, մեռած կամ անգործունակ նախագահի տեղը զբաղեցնելն է։ Ուրիշ հարց է, որ դուք վստահ եք, որ Տրամպին էսը կանեն, impeachment կանեն, եւ ուզում եք Վենսի հետ լավ լինեք, բայց այդ պարագայում չեք Տրամպի անունով բան կոչել։ Եթե տենց հեռատես էիք եւ գիտեիք, որ Տրամպը մնալ է, ասեմ Վենսը ինչ է։ Ուզում են ցույց տան, որ իրանք ինչ որ տենց ոնց է բալանսավորված անբարոյականության մասնագետներ են։ Վենսը վերջի անգամ որ եկել է Եվրոպա, հակաժողովրդավարական, հակամարտկային, հակաեվրոպական ելույթ ունեցել, սաղին վիրավորել է։ Դուք Վենսին բերում եք ձեզ մոտ, որ ինչ։ Որ ինքը գաս տեղից հակաիրանական կամ հակահայկական կամ հակաեվրոպական հայտարարություններ անի։ Ես արևմտամետ իրանց կոչող կուսակցությունների վարկանիշն եմ սպասում ուղղակի Վենսի գալուց հետո մեկ է իրանց հայտարարությունները։ Ես ուզում եմ հասկանամ, իրոք հետո իրանք շարունակելու են ասում, որ իրանք Եվրոպամետ են կամ Ամերիկամետ։ Այսինքն Եվրոպամետ մարդը կարող կանգնի, ասի Վենսը լավ է որ գալիս է։ Հա, Վենսը որը հայտարարում է, որ Եվրոպա պետք է չլինի։ Որ դուք պետք է աճ բաներին ձայն տակ դուք ես ինչ եք անում ժողովրդավարությունը խեղդում եք։ Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակիցը, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ պարոն Սարգսյան, որ եկաք եւ պատասխանեցիք մեր հարցերին, մեկնաբանեցիք որոշ հայտարարություններ եւ իրավիճակներ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Ես եմ։ Սոցիոլոգ Վերլուծագվան։ Ես։ Զրուցի վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։